Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա օծությունը, թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում քո ողջորությամբ իջիր իմ վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես, քո զորությունը արձակես ամեն իրավիճակի վրա։ Ես քո առաջ եմ բերում ամեն իրավիճակ ստեղծված Հայաստանի շուրջ բոլորը։ Իսրայել-իրանական այս հակամարտության արդյունքում այն լարվածությունը, որ առաջացել է Հայաստանի շուրջ բոլորը, այն բոլոր մարտահրավերները, որ կանգնած են Հայաստանի առաջ։ Ես խնդրում եմ քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա ու խնդրում եմ, որ այն իրավիճակները, որ բարձրացած են ու Հայաստանի շահերից չեն ու ավելի Հայաստանի համար վտանգ են ներկայացնում, դու սաստես իրավիճակները, ամեն միտք, որ բարձրացած է քո կամքի դեմ, քո տեսիլքի դեմ, ինչը որ Երեմիա 51:27 խոսքին հակառակ գործողություններ է, որ ծրագրված է, կապում եմ այդ բոլոր մտքերը ու նազանդեցնում քո ոտքերի տակ։ Բոլոր երկրերը, ազգերը քո խոսքը լսելով, որ զինեն ու պատրաստեն մինին Արարատն ու Ասքանազը, եթե գործում են քո կամքին հակառակ ու զինելու պատրաստելու փոխարեն թշնամուն են օգնում, որ թշնամին հաջողություն ունենա, այդ բոլոր ծրագրերը Հիսուսի անունով թող խափանվեն։ Ես այդ բոլոր ծրագրերի վրա կանչում եմ քո Սուրբ Հոգու կրակը։ Ես արձակում եմ քո դատաստանի հրեշտակներին, քո կամքի դեմ գործողների վրա, որ իրանց ծրագրերը ամբողջովին մոխրացնեն ու ցիրուցան անեն։ Ամեն բան, ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, թող պտտվի ու փոստփորողները, որոնք դուրս են եկել քո կամքի դեմ ու Հայաստանը նվաճելու համար, թող ամեն իրավիճակը փոխվի։ Թող հենց այդ նույն մարդիկ, ովքեր որ ուզում էին նվաճեին Հայաստանը, դառնան քո տեսիլքը կատարողը։ Ես կանչում եմ քո վերահսկողությունը ամեն մեկի վրա։ Ամեն մեկը, որ կփորձի քո կամքին հակառակ շարժվել, ես հանձնում քո ձեռքերի մեջ։ Քո արդար դատաստանը ամեն մեկի վրա։ Իրավիճակներ, որ դուք փորձում եք Հայաստանի տնտեսությունը խաթարեք, հայ-իրանական սահմանը փակելով, ես արգելում քեզ սատանա, որ քո մոտ որևէ բան չհաջողվի։ Հայ-իրանական սահմանը պետքա լինի միշտ ու Հայաստանի տարածքը Իրանից պետքա լինի առանձնացված։ Այն հատվածը, որը մինի Արարատի Ասքանազի սահմաններով Հայաստանին է պատկանում, որը մեծ հայքն է, պետքա միանա Հայաստանին։ Իրանից պետքա առանձնացված միանա Հայաստանին ու որևէ ջանք Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այդ տարածքը նվաճելու հաջողություն չունենա։ Անիծված լինի սատանայի ծրագրերը տեսիլքի դեմ ուղղված Հիսուսի անունով։ Հայր, ես կանչում եմ քո զորությունը իրավիճակների վրա։ Ես խնդրում քո գերբնական պաշտպանությունը, որ բոլոր այն հրթիռակոծությունների արդյունքում, որ Իրանի տարածքում հնարավոր է, որ ռադիացիան տարածվի, ես խնդրում եմ քո պահապան հրեշտակները դնես Հայաստանի շուրջ բոլորը, որ այդ ռադիացիան Հայաստանին երբևէ չմտնի։ Թող պաշտպանված լինի ամեն մի հայ Պարսկաստանի տարածքում, որ որևէ մեկի վրա այս պատերազմը ազդեցություն չունենա, որևէ մեկի ունեցվածքը չկորի։ Թող գա փոխհատուցումը քո ձեռքով, այն ինչ որ սատանան փչացրել է, յոթնապատիկ վերադարձնի։ Ես օրհնում եմ ամբողջ հայությանը Իրանի տարածքում, ես օրհնում եմ ամբողջ հայությանը Իսրայելի տարածքում, որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ամեն մեկի շուրջ բոլորը խնդրում եմ, որ դնես քո պահապան հրեշտակներին ու ամեն իրանց ունեցվածքը լինի պաշտպանված։ Եթե իրանք պետք է այդ երկրներից դուրս գան ապահովության մեջ, խնդրում եմ տուր իրանց հնարավորություններ, որ իրանք ապահով տեղափոխվեն այն երկրերում ապրելու, որտեղ կլինեն քո կամքի մեջ, քո օրհնության մեջ, քո պաշտպանության տակ։ Այս հարաբերությունները, որ առաջացել է Իրանի ու Իսրայելի միջև,
Հայր, խնդրում եմ օգտագործիր ու սրա թող դառնա պատճառը, որ մեծ հայքի տարածքը, որը գտնվում էր Իրանի տարածքում ու որին հրամայված էր բաց թողելու Հայաստանի տարածքները ու որը հակառակվում էր մինչև այսօր ու բաց չէր թողնում, հիմա իրավիճակները այն ձև դասավորվեն, որ հյուսիսային Իրանի հատվածը, որը մեծ հայքի հարավային հատվածն է, որը մինի Արարատի ասքանազի թագավորության մասնիկն է, առանձնանա ու միանա Հայաստանին։ Հայր, ես խնդրում եմ քո գերբնական պաշտպանությունը այդ տարածքի վրա ու ես խնդրում եմ քո ցույց տված երազի համապատասխան այդ տարածքի վրա ամերիկյան զորքերի վերահսկողությունը, որ թուրքական ու ադրբեջանական ծրագրերը չհաջողվեն, Օսմանյան կայսրությունը միացումը այդ տարածքում իրանց մոտ չհաջողվի։ Ամերիկացիները թող վերահսկեն այդ տարածքը, միաժամանակ սասնելով Իրանին իր միջուկային ծրագրերի զարգացումը ու իր ժամանակին այդ տարածքը առանձնացված, մաքրված թող միանա Հայաստանին, որն էլ քո խոսնունքի իրականացումն է։ Ես օրհնում եմ քո կատարյալ կամքի իրականացումը, ես օրհնում եմ քո ճանապարհները, դու ես որոշում ինչ ճանապարհով կիրականացնես քո տեսիլքը ու միաժամանակ ասում եմ, որ Թուրքիա բաց թող Հայաստանի տարածքները, Ադրբեջան բաց թող Հայաստանի տարածքները, Իրան բաց թող Հայաստանի տարածքները, Վրաստան բաց թող Հայաստանի փոքր տարածքը, Ռուսաստան բաց թող Հայաստանը, մինին Արարատն ու Ասքանազը, որը մեծ հայքն է, բարձրանում է այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ։ Այն տարածքը, որ Աստծո կողմից որոշված ու առանձնացված է Աստծո ծրագրերի համար, որևէ մեկը չկարողանա պահել գերության մեջ, իսկ ամեն Աստծո կամքին հակառակվողի վրա արդար դատը Աստծո կողմից իրականանա, որ բոլորը տեսնեն Աստծո ձեռքը ու գիտակցեն, որ պատերազմի են դուրս եկել Աստծո հետ, Աստծո դեմ ու իրանց հատուցումը անհապաղ կստանան շատ շուտով։ Թող սա դաս լինի այն ինչ որ կատարվում է Իրանի տարածքում, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, որ շտապեն արագ ձևով բաց թողել Հայաստանի տարածքները, որը մինին Արարատն ու Ասքանազն է։ Հայր, ես շնորհակալ եմ քո կատարյալ կամքի համար, քո փառավոր հաղթանակի համար, քո զորավոր ձեռքով քո տեսիլքի իրականացման համար։ Արձակիր քո զորքը հոգևոր, որ պահված է այս ժամի ու այս պահի համար, որոնք ամբողջ մեծ հայքի տարածքում կիրականացնեն այն բոլոր մարգարեական ակտերը, կբարձրացնեն աղոթները ու կջարդեն ամեն կուռքերը, որպեսզի տարածքը ամբողջովին ազատագրված լինի քո արքայության համար, Հիսուս։ Մեծ հայքի վրա ես հռչակում եմ Տիրոջ փառավոր հաղթանակը Աստծո խոսքի համաձայն, ըստ Աստծո նախագծած սահմաններով Հայաստանի վրա։ Մինին Արարատն ու Ասքանազը ամբողջությամբ բարձրանում է Աստծո ներկայության մեջ, Աստծուն ճանաչողության մեջ, Հիսուս Քրիստոսի անունը բարձր պահած ու ազգերի մեջ հռչակելու պատրաստակամությամբ, որպես միակ ճշմարիտ Աստծո, որի միջոցով փրկությունն է։ Փրկությունդ ողջ Հայաստանի վրա ու Հայաստանի միջոցով ազգերի վրա, ոնց նախասահմանել ես։ Օրհնությունդ քո կամքը կատարողների վրա, քո բոլոր հոգևոր զորքը, որ պատրաստված է տեսիլքը իրականացնելու համար, իր տեղում քեզ լսելով հնազանդելով իրականացնի քո ծրագիրը, որ միասնական թմային աշխատանքով դու բերես հաղթանակը ամբողջ տարածքի վրա։ Օրհնությունդ ամեն մեկի վրա, օծությունդ ամեն մեկի վրա, ամեն մեկը հնազանդության պատճառով լինի օրհնված ու իր տունը լինի փրկված։ Առատությունը այդ մի հոգու պատճառով արձակված լինի իր ընտանիքի վրա, իր հարազատների վրա, իր այն երկրում, որտեղ որ ինքը ապրում է, այդ տարածքի վրա։ Հայր, ես շնորհակալ եմ քո զորավորների համար, որ բարձրացնում ես այս վերջի ժամանակներում մասնակից ես դարձնում քո տեսիլքին, միաբանեցնում ես քո կամքին, որպեսզի օրհնություններդ բերես իրանց վրա ու զորավոր ձև օգտագործես ամեն մեկին քո փառքի համար, իսկ քո կամքի դեմ դուրս եկողներին հիմնահատակ ոչնչացնես, թե Հայաստանի ներսում,
թե Հայաստանից դուրս։ Հայաստանը պատկանում է քեզ, ու ամեն մեկով որ կփորձի Հայաստանը տանել քո կամքից դուրս, շեղելու մարդկանց ուշադրությունը, մարդկանց սիրտը ծռելու, թող հանդիպի քո արդար դատին, քո արդար վճռին, որպեսզի տեսնի ինչքան վտանգավոր է գործ ունենալ քո հետ Տեր Աստված։ Այս իրավիճակը, որ ստեղծվել է մերձավոր արևելքում, թող դաս լինի բոլորի համար, ու սթափվեն բոլորը գիտակցեն ինչքան վտանգավոր է հակառակվել Երեմիա 51:27 տեսիլքին, երբ որ ունեն խոսք Աստծուց հնազանդվելու, կատարելու, զինելու, պատրաստելու, դրան հակառակ իրանց ճանապարհներով են գնում, իրանց ցանկություններն են ուզում իրականացնեն։ Թող սա դառնա դաս ամեն մեկի համար, ու ամեն մեկի հոգու աչքերը բացվի, որ շտապեն խոնարհվեն քո կամքի առաջ ու կատարեն քո կամքը, որ ազատվեն գալիք դատաստանից, որ իրանց գլխին կախված է։ Ես օրհնում եմ ամեն իրավիճակը, որ պտտվի ու Հայաստանի շահերին ծառայի ու տեսիլքի իրականացմանը բերի վերջնական ու լիակատար հաղթանակի մեջ։ Փառք ես քո փառավոր ծրագրերի համար, քո փառավոր հաղթանակի համար, որ իրականացնում ես քո զորավոր ձեռքով։ Եղիր փառավորված ամեն իրավիճակի վրա։ Հայաստանի վրա կանչում եմ քո արյունը, որ լվացես, մաքրես, սրբես, արդարացնես ու ամեն մեկի սիրտը խոնարհեցնես քո առաջ, որ ամբողջ հայ ժողովուրդը ու ամբողջ Հայաստանը ընդունի քեզ Տեր ու Փրկիչ, գիտակցելով, որ դու միակ ճշմարիտ Աստվածն ես ու միակ հնարավորությունը փրկության։ Շնորհակալություն Հիսուս քո զոհի համար, որ արդեն իրականացրել ու ավարտել ես քո Սուրբ Հոգու զորությամբ, թող քո հաղթանակը արձակված լինի ողջ հայության կյանքում, ողջ Հայաստանի վրա։ Մեծ հայքը թող հարություն առնի մեռելներից Հիսուսի զորավոր անունով, ու թող քո փառքը բացահայտ երևա Հայաստանի վրա Հիսուսի անունով։ Ամեն։